Ուրեմն ավետանում մեր Տերը Հիսուս Քրիստոս ասում է, մինչև չլինեք երեխաների նման, չեք մտնի երկնքի արքայություն։ Ուրեմն երեխայի առանձնահատկություններից մեկն է իր բնական վիճակն։ Ինքը միշտ անկեղծ բնական վիճակում։ Երբեք որևէ մեկի համար, որևէ մեկին հաճոյանալու համար, որևէ մեկին կարծիքով չի շարում երեխան, ինքն իրան աշխարհ ունի։ Ինքը ապրում է շատ բնական, խաղաղ, հանգիստ վիճակում։ Եվ որևէ մեկն էլ չի նեղանում, չէ՞ երեխայից, ինչու է ինքը բնական։ Ինչու է ինքը օրինակ մեկին տեսնում ձեռով կարողանում, այ, բայց մեծ եթե այդպեսի բան անի, կասեն չէ, այդպես չի։ Ուրեմն մենք պետք է երեխայից սա սովորենք։ Մենք հիմնականում երկու ծայրահեղությունների մեջ ենք ընկնում։ Կամ շատ ենք մարդկանց կարծիքը հաշվի առնում, մարդկային ամոթը, չէ, ավետանում Քրիստոսը ինչ ասում է, մի փնտրեք մարդկանցից եկող փառքը, այլ Աստծուց եկող փառքը։ Մարդկային կարծիքը, ամոթը կամ շատ ենք հաշվի առնում, կամ ենք լրիվ արհամարում ենք։ Եվ դժվար այդ սահմանը գտնել, մենք հաշվի պետք է նստենք աշխարհի հետ, թե չէ։ Ավետանում մեր Տերը Հիսուս Քրիստոս անիրավ դատավորի համար ասում էր. Աստծուց չի վախենում, մարդկանցից չի ամաչում։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, ինչն է մարդու մեղքից հետ պարում, Աստծո վախը եւ մարդկանց ամոթը։ Այս երկու պատճառով են մարդիկ հետ կանգնում մեղքից, Աստծո վախով եւ մարդկային ամոթից։ Տեսեք, մարդկային ամոթը կարող է օգտակար լինել։ Սիրակի իմաստության գրքի մեջ հետաքրքիր մի sense շարք է ասում ամոթ է, թե ասում է ինչից պետք է ամոթ չես եւ ինչից չպետք է ամոթ չես։ Այս բոլոր չափան, օրինակ, պետք է ամոթ չես ծնողից ասում է պոռնակության, շնության, մեղքի համար։ Պետք է պատկառես, հարգես, ամաչես մեծերից, հարգես իրենց։ Այսպեսի մի շարք, բայց ասում է չպետք է ամաչես մեղքերդ խոստովանելուց։ Չպետք է ամաչես անխրատին խրատելուց կամ տեղին հանդիմանելուց։ Տեսեք, Սուրբ Գրքում տարբեր տեսակի օրինակներ, խրատներ կան, որպեսզի մենք կարողանանք այդ միջին ոսկին գտնել։ Բայց երեխան այդ միջին ոսկին միշտ գտած, միշտ բնական իր վիճակում է ապրում։ Ուրեմն մենք երբ որ ներամփոփում ենք մեր մեջ, սկսում ենք աղոթել, սկսում ենք աստվածապաշտության կյանքով ապրել, ինքը Սուրբ Հոգին մեզ հիշեցնում է ամեն ինչ։ Այսինքն մենք երբ որ մեր ներսից անկեղծ ենք լինում, մեր աղոթքի մեջ, մեր քրիստոնեական ընթացքով, մեր կյանքով, այլևս կարիք չի լինում մտածել մարդկային կարծիքի մասին։ Բայց մեկն ինչ կասի, մեկն ինչ կասի, բայց ես իցույց արեցի, իցույց չարեցի։ Դու ներսից իցույց չես անում, ներսից դու անկեղծ ես։ Քո ներսի ձայնը դու լսիր։ Խաղաղ է, հանգիստ, երեխան չէ, ինքը ներսի ձայնն է ինքը լսում, շատ բնական, խաղաղ, հանգիստ, ուրախ երջանիկ է։ Ինչ էլ որ ինքը անում է, որևէ մեկի կարծիքը հաշվի չի առնում։ Իհարկե մենք չենք կարող կատարյալ նույն ձևով ապրել, բայց նույն ձևով պետք է մտածենք։ Բնական պետք է մեզ պահեն։ Մարդկային կարծիքը մեզ համար կյանքի ուղենիշ չպետք է լինի, ցավոք սրտի, այսօրվա աշխարհի իրականությունն ուրիշ է, մարդկային կարծիքով մարդիկ իրենց կյանքն են դասավորում։ Այդ պատմությունը հիշում եք։ Հայր ու տղա գնում են, մի էշ են ունենում։ Այդ էշի վրա նստած գնում են։ Գիտեք, չէ՞ այդ պատմությունը։ Մեկ էլ ճամփորդներ են լինում, ասում են, այս ինչ անխիղճ մարդիկ են, երկուսով նստել են էշի վրա գնում են։ Այդ էշին չեն խղճում։ Այս հայրը լսում, ասում է, լավ։ Ինքը իջնում է, երեխուն դնում է էշի վրա ու գնում է։ Մեկ էլ մի ուրիշ ճամփորդ ասում է,
ինչ անպետք երեխա է, հերը ոտով քայլում է, ինքը նստած է էշի վրա։ Լավ, երեխան հանում է, ինքն է նշտում։ Մեկ ուրիշն էլ ասում է ինքը նստել է երեխուն ոտով քայլեցնում։ Չգիտի ինչ անի, երկուսով իջնում են էշի վրայից, էշը մենակ գնում է իրեն կողքից քայլում են, ասում ճոն խելքին, էշը իր համար ման է գալիս, սրանք էլ կողից ոտով քայլում են։ Ես հայրը հասկանա, որ մարդկային կարծիքը, եթե դու հաշվի ես առնում, ուրեմն դու քո կերպարը կորցնում ես, քո ուղենիշը կորցնում ես, սկսում ես մարդկանց կարծիքով առաջնորդվել։ Տեսնես ես ինչն ես կարծի, ինչ կասի։ Իսկ դու չես մտածել, իսկ Աստված ինչ կասի։ Այսինքն եւ քո ներքին ձայնը դու լսում ես Աստծո ներկայությունը, զգում ես, ապրում ես, դու առաջ ոնց ասեմ, քեզ արդարացնում է, թե Աստծո եւ թե մարդկանց առջեւ։ Տեսեք, Հովհաննես Մկրտիչը չէր ամաչում, կամ մեր Տերը Հիսուս Քրիստոս սադիկեցիներից, փարիսեցիներից չէր ամաչում, չէր կաշկանդվում, ասում էր ճշմարտությունը, հա։ Եվ ի վերջո Հովհաննես Մկրտիչը կանանց ծնվածներից մեջ եղավ եւ մեր Տերն էլ մեր Փրկիչն է։ Այսինքն մենք, երբ որ Աստծո ձայնն ենք լսում, արդեն կարիք չենք ունենում մարդկային կարծիքներով առաջնորդվելու։ Եվ բնական մեր վիճակն է սա, խաղաղ ու հանգիստ ենք։ Լինենք երեխաների նման, խիստ բնական անկեղծ քրիստոնյա լինենք եւ որևէ կերպ կարիք չենք ունենա մարդկանց առջեւ արդարանալու կամ չարդարանալու, մարդկանց կարծիքով շարժվելու կամ չշարժվելու, մարդկային փառք փնտրելու կամ չփնտրելու։ Մեզ պետք չի, որտեվ դա միշտ մեզ շեղելու է։ Հանգիստ բնականորեն քրիստոնեական մեր կյանքն ապրենք։ Ամեն։